Գրքային լավագույն պատմությունների շնորհիվ մարդը հեշտությամբ ազատվում է մտատանջումներից, անհանգստացնող մտքերից։ Ողջույն, ես Քրիստինեն եմ։ YouTube-յանի մալիքում մենք խոսում ենք գրքերից։ Փորձեմ ներկայացնել թաթարական ծագմամբ ռուս գրող Գուզել Յախինայի «Զուլեխան բացում է աչքերը» ստեղծագործությունը։ Գիրքը հրապարակվել է 2015 թվականին։ 13 հրատարակչություններից մերժում ստացած ստեղծագործությունը դառնում է համաշխարհային բեսթսելեր եւ արժանանում է գրական այնպիսի մրցանակների, ինչպիսիք են Մեծ գիրք, Յասնա Ապոլյանը, Տարվա գիրք, Ընթերցողի մրցանակ։ Այն թարգմանվել է ավելի քան 30 լեզուներով, ընդ որում հայերեն Նյումեկ հրատարակչական ընկերության կողմից։ Թե ինչու է հենց այս գիրքը թարգմանվել հայերեն, հասկանալու համար լսենք գրքի հայերեն թարգմանության հեղինակին։ Պատմական չէ, բայց դիտարկում է շատ դժվարին պատմության 20-րդ դարի սկզբից մինչև կեսերը ընկած հատվածում շատ բարդ իրադարձություններ է նկարագրվում։ Դա նաև կարելի է ասել, քանի որ 30-ականներին մենք արդեն սովետական միության մաս էինք կազմում եւ նույն իրադարձությունները մոտավորապես նաև մեր ժողովրդին էր առնչվում, հնարավոր չի, որ դա հետաքրքիր չլինի։ Բացի դրանից, հաշվի առնելով սովետական մեր ժամանակահատվածը մեր կյանքի, նման թեմաներ, նման ուժեղ էմոցիոնալ եւ բաց, ռեալիստական նաեւ նկարագրումներով քիչ են, հատկապես հայ գրականության մեջ։ Ստեղծագործությունն ունի էկրանավորված տարբերակ։ Այն հեռարձակվել է 2020 թվականի գարնանը Ռոսիա 1 հեռուստաալիքով։ Տեսեք, թե գիրքը, թե էկրանավորված տարբերակը ձևավորել են հակասական կարծիքներ, իսկ թե ինչու, կարծում եմ, երբ անդրադառնանք սյուժեին, գրքին, էկրանավորված տարբերակին, փոքր-ինչ հասկանալի կլինի։ Վեբում դեպքերը տեղի են ունենում 1930-ական թվականներին։ Զուլեխայի պատմությամբ հեղինակը փորձում է ներկայացնել խորհրդային տարիներին կուլակաթափ եղած մարդկանց աքսորը դեպի Սիբիր։ Թաթարական խուլ գյուղերից մեկում սպանում են Զուլեխայի ամուսնուն, իսկ վերջինիս կուլակաթափ եղած մյուս գաղթականների հետ միասին բեռնավագոնով աքսորում դեպի Սիբիր։ Պատկերացնում ենք, ինչպիսի դժվար ճանապարհ կանցնեն նրանք, ինչպիսի անելանելի իրավիճակում կհայտնվեն։ Ու նրանց թվում է Զուլեխան, անծայրածիր տայգայում, անգար գետի ափին։ Մեկտեղ հավաքվել են տարբեր ազգության, տարբեր կրոնի մարդիկ, ովքեր ուղղակի գոյապայքարի մեջ են մտել, որպեսզի ապրեն։ Այս ընթացքը, այս իրավիճակը Զուլեխայի համար դառնում է ինքնաճանաչման, ինքնահաստատման եւ ավելի վճռական դառնալու ուղի։ Սա հեղինակի դեբյուտային ստեղծագործությունն է։ Հետագայում նա հրապարակել է Իմ երեխաները, Սամարկանդ տանող էշելոնը եւ վերջերս 2025 թվականին հրապարակած Էյզեն ստեղծագործությունները։ Զուլեխան բացում է աչքերը գիրքը իրական դեպքերի հիման վրա է շարադրված։ Ըստ հեղինակի, սա իր տատիկի պատմություններն են ստալինյան ռեպրեսիաների աքսորի վերաբերյալ, ինչը հեղինակը շարադրել է ոչ շատ մեղմացնելով, ոչ շատ ծայրահեղացնելով իրադարձությունները։ Յախինան ափսոսում է, որ չի կարողացել մանրամասնություններն ամբողջությամբ լսել տատիկից, եւ սա գիրք է բոլոր նրանց համար, որոնց երկիրը եղել է նախկին խորհրդային միության кazmում։ Այժմ դիտենք հեղինակի Նյումեգին տրված բացառիկ հարցազրույցից մի հատված, որից հետո կանդրադառնանք էկրանավորված տարբերակին։ Конечно, когда я писала роман, была гораздо важнее история женщины, история человека. Ինձ համար կարևորը ոչ թե կուլակաթափությունն է, այլ կնոջ պատմությունը այդ պայմաններում։ Ես փորձել եմ ճշգրիտ նկարագրել փաստերը, թվերն ու դետալները դրամատուրգիայի նախշերով զարդարված։ Ինչպես շեշտեցի, 8 մասից բաղկացած ֆիլմը հեռարձակվել է 2020 թվականի գարնանը Ռոսիա 1 հեռուստաալիքով եւ ձևավորել է հակասական կարծիքներ։ Ռուսական լսարանը միանգամից ողջավորությամբ է այն ընդունել, իդեպ շատերը կարծում են, որ վերջինս պետք է ներառել դպրոցական ծրագրում։ Ինչքան շուտ երեխաներն իմանան, թե ինչ է պետություն, ինչպիսին է վերջինիս վերաբերմունքը ժողովրդի հանդեպ, այնքան ավելի շուտ կսկսի զարգանալ դժբախտ երկիրը։ Իսկ թաթարական կողմը միանգամ բացասական է վերաբերվել էկրանավորված տարբերակին, մեղադրելով, որ այդտեղ կան տեսարաններ, որոնք հակասում են իրենց ավանդույթներին, օրինակ սեռական ակտ մզկիթում եւ այլն, ինչը կարծում եմ նորմալ է ու նրանց էլ է պետք հասկանալ։ Էկրանավորված տարբերակն ամբողջությամբ կարողանում է կամ գուցե ինչ-որ չափով կարողանում է փոխանցել գրքի բուն ասելիքը։ Եվ այստեղ հատկանշական է հատկապես Զուլեխային մարմնավորող դերասանուհու արհեստավարժ դերակատարումը։ Թաթարական ծագմամբ ռուսաստանցի դերասանուհի հասարակական գործիչ Չուլպան Խամատովան փայլուն է մարմնավորում Զուլեխային։ Եվ տպավորություն է ստեղծվում, թե ֆիլմի ընթացքում դերասանուհի է փոխվում։
Առաջին սերիայում ոչ մի բառ չարտասանած Զուլեխան, վերջին սերիայում դառնում է ավելի ինքնավստահ ու վճռական որոշումներ է կայացնում։ Եվ հենց այս երկու կերպարների բախումն է գրքի բուն ասելիքը։ Տեսեք, կնոջ մատուցմամբ առանցքային է դարձել կնոջ ճակատագիրը։ Զուլեխան հրաժարվում է հանձնվելուց, իմաստավորում է կյանքը, պայքարում է, ինքնահաստատվում է։ Ինձ դուր է եկել էկրանավորված տարբերակը, անկեղծ ասած, չնայած որ շատերը գտնում են, որ շատերը նախընտրում են գրքային տարբերակը, նորմալ է, գիտեք, գրքերը ճոխ են ներկայացնում պատմությունը, ու ենք էկրանավորում ամեն բան։ Մենք ենք պատկերացնում ինչպիսի տեսք ունի որևէ հերոս, հերոսուհի, ըստ իհարկե հեղինակի շարադրանքի։ Կարծում եմ համեմատելը այդքան էլ տեղին չէ ու նախընտրելի է սկզբից կարդալ գիրքը, հետո դիտել էկրանավորված տարբերակը։ Ընթերցեմ մի խոսուն հատված գրքից, ռուսերենով ընթերցեմ, հետո հայերենով փորձենք վերլուծել, որից հետո ծանոթանանք, թե ինչ է գրել համաշխարհային մամուլը գրքի վերաբերյալ։ Чтобы дойти до цели, человеку нужно только одно – идти։ Որևէ նպատակի հասնելու համար արդյոք մի շատ կարևոր բան է պետք։ Ուղղակի շարժվել, առաջ գնալ, արարել, ստեղծել։ Գուզելի Ախինան զարմանալի ճշգրտությամբ փոխանցել է կանանց վերաբերմունքը սիրո հանդեպ, ոչ թե սիրո առարկայի, այլ հենց սիրո հանդեպ։ Իսպանական մամուլին հատկապես տպավորել է վեպի դինամիկ սյուժեն, որն ընթերցելիս ասեց ֆիլմ դիտես։ Հիանալի եւ գերազանց վեպ, լոկ դրան նվիրվելու եւ մնացյալն անտեսելու համար։ Իրատեսական շարադրանքով ու անսովոր զորությամբ էպոս, զգացվում է մեծ վարպետներ Բուլգակովի եւ Գոգոլի շունչը։